Նիկոլ Փաշինյանը այդպեսին կլինի, որ կա իշխանության, թե հետո բացահայտեցիք իշխանության գալուց հետո։ Որտեղ ասում են ձեր հոգեզավակները, դուք եք նրանց սնել, աճեցրել։ Բայց ձեր կողքն էր կանած 2008-ի մարտի 1-ին։ Պարոն Տեր-Պետրոսյան, Եթե իմանայիք այսպես է լինելու, թույլ չեք տա ձեր կողքը հայտնվել։ Այն ժամանակ շատ լավ էր աշխատեցին Իրենք։ բոլորը։ պարոն նախագահ Նիկոլ, Բայց 18-ին էլ կարծեմ դուք դեմ չեք հեղափոխությանը, իրեն աջակցում եք, համենայն դեպս չեք քննադատում 18 թվականի իրադարձությունները։ Երևի ինչպես գնահատես։ Դա մի այնպես ֆոտորիկ էր, Ձեր փորձառությունը կարծում եմ պետք է թույլ տար, որ գնահատեիք։ Ճիշտ է։ մարդը հաջողեց, ասում եմ, հաջողության բանը պետք է գնահատես։ Լավ էր, որ հաջողեց։ Դրել էր, հասավ։ Լավ էր, որ ազատվեց նախկիններից։ Լավված չեմ ասում։ Ինքը հասավ իր նպատակին։ Իրեւ ասում եմ, որ էլի ձեր թեզերն է կրկնում, դուք էլ եք ասում, որ պետք է Արցախի մասով գնալ այդ փաթեթային լուծման կամ փուլային լուծման մի Այդ խոսքով։ թեզերը ինքը կործանեց Ստեփանակերտում հայտարարելով Արցախը Հայաստանի եւ Ինչ-որ բան պետք է հանձներ, որ տար։ Խնդրեմ ես։ Այդ թեզերը կործանեցին։ Բայց նա խաղաղության օրակարգները Պետրոսյան հնչեցին։ ձեր խաղաղության օրակարգը, որի մասին ասում են, էլի կրկնում է ձեզ, դա էլ է կործանել։ Խաղաղության օրակարգը, Որ ժամանակ Ձեր խաղաղության ձեր խաղաղության, ասում են, ձեր խաղաղության օրակարգի թեզերով է առաջ գնում Նիկոլ Փաշինյանը, դա ևս կործանել է։ Ես բան համեմատություն ոչ մի կապ չունի։ Իմ Ղարաբաղյան քաղաքականությունը իր քաղաքականությունը բացարձակապես ոչ մի կապ չունի։